Անձրև, խցանում եւ մի քանի անգամ թանկացած տաքսի։ Վերջին տարիներին սա դարձել է բազմաթիվ քաղաքացիներին ծանոթ իրավիճակ։ Թեման կրկին հասել է խորհրդարան, որտեղ քննարկվել է արդյոք նման թանկացումները պետք է կարգավորվեն։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ գների թանկացումը պայմանավորված է ոչ թե եղանակով, այլ առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությամբ։ Ենթադրում ձեր ասած անձրևի ժամանակ այս բկետը անցնելու համար վարույթ ավելի շատ ժամանակ է կայացում եւ դրանից բացի կա գործակից, որը առաջարկ պահանջարկի հիման վրա է, առավելագույն գործակիցը մենք սահմանափակել ենք եւ սարքել ենք 2 անգամ։ Տնտեսագետների խոսքով անձրևի կամ խցանումների պատճառով տաքսի ծառայությունից օգտվել ցանկացողների թիվը կտրուկ աճում է, իսկ հասանելի մեքենաների քանակը մնում է նույնը կամ նույնիսկ նվազում։ Շուկան արձագանքում է գնի ավելացմամբ։ Նրանց գնահատմամբ սա շուկայական տնտեսության բնական մեխանիզմ է, որի միջոցով սահմանափակ ռեսուրսը բաշխվում է պահանջարկի պայմաններում։ Մասնագետների կարծիքով նման իրավիճակներում քաղաքացին վճարում է ոչ միայն ծառայության, այլև ստեղծված իրավիճակի համար։ Ավելին ասեմ, երբ որ Արցախի պաշտպանները եկել են Հայաստան, բնակարանները սկսել են հանգանալ վարձայթվում։ Եվ այո, քաղաքացին վճարում էր այդ իրավիճակի համար։ Բայց շուկայական տնտեսությունը այդպեսին է։ Եթե նույնիսկ մենք հրաժարվենք շուկայական տնտեսությունից, ապա նման բաներից էլի երաշխավորված չեն։ Ըստ մասնագետների, նման երևույթները հանդիպում են տարբեր շուկաներում, երբ որևէ հանգամանք կտրուկ մեծացնում է պահանջարկը, իսկ առաջարկը չի հասցնում արձագանքել։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, թե խնդիրը միայն առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունը չէ։ Նրանց կարծիքով ոլորտում ոչ միայն մրցակցության պակաս կա, այլև անհրաժեշտ են վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Լուծումներից ամենառեալը, ամենաաշխատուկը դա գերմոնոպոլացված ընդհանուր սուբյեկտի գերշահույթի հարկումն է։ Եթե գերշահույթը հարկվի գոնե 80%-ով, այդ սուբյեկտը այլևս չի փորձի զանազան պատճառաբանություններ ու գների բարձրացնել։ Մասնագետները առաջարկում են նաև թարմացնել պետական կարգավորող մարմինների գործիքակազմերը։ Նշում են նաև, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ տաքսու հավելվածում տվյալ փողոցը նշվել է որպես խցանված, սակայն տեղ հասնելիս պարզվել է, որ երթևեկությունը լիովին ազատ է եղել։ Մասնագետները համեմատություն են անցկացնում նաև քաղաքային տրանսպորտի հետ, նշելով, որ եթե պիկ ժամերին ավտոբուսի ուղևորը բարձրացվեր միայն այն պատճառով, որ երթուղին ավելի երկար ժամանակ է պահանջում, դա կդիտվեր որպես գործող կանոնների խախտում։ Նույն տրամաբանությունով քաղաքային իշխանությունն էլ կարող է գիտեք պիկ ժամերին ավտոբուսները գնում են ակետից բեկետ, ցերեկվա ժամերին ասում են 50 րոպեում, պիկ ժամերին ասում են 40 րոպե ավտոբուսը ժամը 6-ից 7-ը տանգասնի։ Այդ ժամանակ մենք կհասկանանք, չէ՞ որ գործ ունենք օրենքի խախտման հետ։ Տաքսի ծառայությունների գների շուրջ քննարկումները ըստ մասնագետների ցույց են տալիս, որ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես փոխադրումների ոլորտի շրջանակից։ Այն մասնագետների գնահատմամբ վերաբերվում է նաև սպառողների իրավունքներին, շուկայի թափանցիկությանը եւ պետական վերահսկողության արդյունավետությանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։